Յոգա ուղեղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Դենքեներ, բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, ուղիղ եթերը մեկնարկած է յոգա ուղեղի համար նախագիծը ուրբաթ օրով, հոլաներ եւ բոնժուրներ իմ հավատարիմ ռադիոլսողներին Լոս Անջելեսի ամենահայկական FM 107.5 HD3 հաճախականությամբ, ես եմ ձեզ հետ եւ առաջիկա մոտ 1 ժամը մի քիչ ավել, մի քիչ պակաս, կախված է զրույցից, բովանդակությունից, ասելիքից, կլինենք միասին, կզրուցենք, մասնի կդարձեք քննարկումների, զրույց, որը տարիներ է տևում, շարունակվում եւ քանի մենք ապրում ենք այս իրականության մեջ, այն չի ավարտվելու, որտեղ ասելիք միշտ կա։ Մեր շուրջը կատարվող իրադարձությունների արձագանքն է մեծ հաշվով մեր եթերը։ Միասին Լոս Անջելես ամբողջ աշխարհ քննարկում ենք 744 ուղիղ եթերի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել եթեր, եթե մեզ դիտում եք Facebook-ում, ապա մեկնաբանությունները կարող եք գրել ստորև, YouTube-ով եք դիտում ընկերներ, like-էր, subscribe button-ը անպայման սխմեք, բաժանորդագրվեք ալիքին, դա շատ կարևոր է, աճացնում ենք մեր on-line համակարգը եւս եւ այդ ամենը մեր ազատ խոսքի իրավունքն է մեծ հաշվով։ Այնպես որ միասին սկսենք զրուցել, տեսնում եմ բարևները եկան, բարով եք եկել Ուրախ եմ շատ, որ եկաք ընկերներ կադրնելու են, ահա Այստեղ Կիևից բարևներ արդեն ունեմ, Վեննայսն է այստեղ, Քանաքերից բարևներ, բարի երեկո, Սակրամենտո, Մոնտեբելո եւ էլի Բրբանկ, ու էլի շատ ու շատ հարազատ վայրեր, ողջույն իմ հարազատ ռադիոլսողներին։ Դե ինչ, ամեն անգամ մեր 10 տարվա զրույցների ընթացքում կփաստեք, ամեն անգամ, երբ որ գալիս ինչ-որ բան խոսելու, միշտ եթերից առաջ այ մարդ նենց բանա տեղի ունենում, ամբողջությամբ ոտից գլուխ փոխում է բովանդակությունը զրույցի։ Ես այսօր Մարին Լեպենից էի ուզում ձեզ հետ խոսել, ֆրանսիական ուլտրա աչերի առաջնորդն է, պարոն Լեպենի դուստրը, անձնավորությունը շատ ակտիվ կերպով ներգրավված է ֆրանսիական քաղաքականության մեջ, ասում են Մակրոնի հիմնական մրցակիցն է, մի խոսքով մենք Ֆրանսիայում չենք ապրում, բայց Ֆրանսիայի մեր ռադիոլսողները, որոնք քիչ չեն, կարող են արձագանքել, ասել, ինչ ձևի ոչի գործիչ է Տեկին Լեպենը եւ ինչ ակնկալիքներ ունեն եւ այսօր ֆրանսիական դատարանը այնպիսի դատավճիռ հրապարակեց, որը շատ հեռու տանող է եւ այսօր update լրատվականի շրջանակներում ամբողջ թողարկումը խոսել եմ այդ երևույթի մասին, ուրեմն Լեպենին մեղադրում են, որ նա ինչ որ մոտ 300,000 եվրոյի, հա, 300,000 եվրոյի շորթում է արել, այն էլ ոչ թե ուղակի ձևով, այլ իր այդ բորսաների բաների նախընտրական այդ բարդ process-ների ընթացքում ձևակերպել են կամավորների, փոփոխ պիտի տային, հետո չեն տվեփող, մի խոսքով ինչ որ sense խարդախություն է եղել կամավորների ներգրավմամբ ու ամբողջ Ֆրանսիայում այդ կամավորների աշխատավարձերը բաները որ հաշվարկում ես, ասում եմ մոտ 300,000 եվրո վնասատվե պետությանը, Լեպեն դու Լեպեն, Լապիրշ Լեպեն 4 տարվա ազատազրկում, որից երկուսը պայմանական են, երկուսն էլ բրասլետով այդ անվտանգության են, որ կա այդ խեժ կնոջի խայտարակն են անում, մի խոսքով դա պիտի լինի, ու այդ չի հիմնականը։ Դատարանը Լեպենին 5 տարով արգելում է մասնակցել համապետական ընտրություններին։ Այսինքն դու խախտել ես SSS բաները, հանցանք ես գործել, 5 տարով դու իրավունք չունես մեծ քաղաքականության ընտրություններին մասնակցես եւ այս որոշումը, որը քանիցս փորձում էին բեկանել, ընդཐུպ մինչեւ սահմանադրական դատարան հասան, այսօր վերջնականապես սահմանադրական դատարանն էլ
բողոքարկումը հետ չարեց, ասեց ոչ, ճիշտ է ամեն ինչ, դուք SSS բաները արել եք եւ այլն, չեք կարող էլ մասնակցել, եւ դա նշանակում է, որ 2027 թվականին Տիկին Լպենը, ով համարվում էր ամենաայսպես հավակնո նախագահի տեխնացուն, որովհետեւ Մակրոնը այլևս չի կարող մասնակցել, ինքը երկրորդ սրոկն է հիմա, երկրորդ ժամանակն է տանում նախագահության, իբր Լեպենը պիտի լիներ։ Եվ հիմա նա զրկվեց ըստ սահմանադրական դատարանի վճռի։ Օ աստվածներ, այմար ես կարդում եմ այսօր Շպիգել, Le Figaro, Deutsche Welle, ով ասես, Washington Post-ը, The Time-ը, ով գիտեք, ով կար, ով չկար, Regnum, Bloomberg, բոլորը հսկայական հոդվածներ էին գրել, մի քանիսը կարդացի, ու ասում եմ, արա դե հայեր ջան, հայերը միացեք, բա հլտես Ֆրանսիայի պես երկիրը ինչ արե խեշկնիկը $300,000 ու նոր միանգամից չէ 2004-ից 2016-17 թվականների արանքում, այսինքն տարին կոպեկներ ա կերեի իբր, էլի չի ներկայացրել։ Այդ ամենը հաշվի առնելով չեն թողում մասնակցի խեշկնիկը նախագահականի, բա այդ երկիրա, բա մեր մոտ Աստվածիմ, մեկի օրոք 10 հոգու տվին սպանին Երևանի կենտրոնում, օրոք, չեմ ասում հրամանով, չեմ ասում կարգադրությամբ, մենք փաստեր չունենք մեր ձեռքին, զրպարտանք չանենք, բայց իրա օրոք, մեկի օրոք մտան ազգային ժողովը, կրակեցին քաղաքական ամենա գործիչներին տվին սպանին, մեկի օրոք, ասում են, ծակ կոշիկներով եկավ, հիմա ամենահարուստ մարկանցից մեկն է, ոչ միայն պատասխան չեն տալի, այլև սպառնում են գալ հետ, ախպեր ջան, բա Ֆրանսիա, ուլևու դանսե ավեք մուա ուի ավեք պլևիղ, ես ինչ է կատարվում ես երկրում, ախպեր ջան, հիմա բացատրենք, 7-4-7, գնում եք Մակրոնի հետ համբուրվում եք, գրկախառնվում եք, շղշլաֆամ եք անում, ինչ եք անում, բայց ես մոտ հարց չի առաջանում, այս կնիկը, ով որ մեծ հաշվով, հա, այս 15 տարվա մեջ 300,000 իբր բան արել, ասենց տակով արել, չի հայտարարագրել, բռնվել է կամավորների մատնություն ա եղել, ինչ ա եղել, ես չգիտեմ։ Ու դատարանը արգելում է մասնակցել, ասում է, եթե դուք այդ բաները արել եք, դուք չեք կարող նախագահի տեխնացու դառնաք։ Բա մեր մոտ նայում եմ ինչերի մեջ են մեղադրում, ինչեր է ժողովուրդը խոսում։ Ոչ միայն քայլեր չի ձեռնարկում, այդ մարդիկ բացեբաց ասում են գալու ենք, վենդետա լինելու է։ Էհե, ախպեր ջան, ըմտիրա, մի խոսքով, երազիմ երկիր, վայրենի, օքսերդ շատ, հույսդ մեծ, ըմտիրա, կոմենտներ, բարև ձեզ, Ռաֆայել ջան, միշտ հաճելի, բարի լույս, ինչա ադլասն, ինչ հարցերին Շաղինե Հակոբյան չեմ կարողանում հասկանալ, շատ ճիշտ օրենք է, մարդիկ իրենց ժողովրդավարությունն են պաշտպանում, Հայաստանում էլ նման օրենք պիտի լինի, Արմինե Հովսեփյան, բա այդ եմ ասում, հարգելից, բա դա եմ ասում, հենց դրա մասին է ղողանջում իմ եթերները, եթե մարդիկ որոշակի բաներ են արել, եթե, ինչ եմ ասում, եթե ես դատախազ չեմ, ես դատավոր չեմ, ես չգիտեմ ով ինչ եւ ինչպես, բայց եթե նման բաներ ա եղել, իմ կարծիքով իհարկե պիտի պրոցեսներ լինեն այդ մարդկանցից գոնե ազատելու, որտեղ Մարի Լպենն էլ շատ լուրջ քաղաքական գործիչ է, ինքն էլ կարա ազատության հրապարակում միտինգներ անի, կան հետևորդներ, մի խոսքով լուրջ գործիչ է, հիմա ինքն էլ իր չափով գործիչ է, մենք չենք գնահատական տալու, բայց մնացած այդ պատումները, վայ, ամարդ իշքան շինծույա։ Ու ես մտքերով գալիս եմ, ընկերներս որ բավական հագեցած օր եմ ունեցել, նախ մեր լավ գործընկերն է Հայաստանում, ասացի բարեգործական քայլեր արեցին, այնքան հաճելի զրույց եմ ունեցել, վաղն է մեծ գալա համերգն է իրանց լինելու, մասնակցելու եմ եւս բանում բժիշկներ են ներկա, մի խոսքով բավական շատ։ Ու մի նոր լուր եղավ ներ պետական պրոցեսներից, բայց ես զանգ ունեմ, ես երևի լսեմ զանգը, հետո շարունակեմ, բարև ձեզ։ Բարի օր, բարև ձեզ։ Շատ լավ թեմա եք ընտրել։ Ապա, ինչ Մենակ կասեք։ խնդրանքս, այդ երկը խնդրում եմ բանի ժամանակ դրվի
ձեր գովազդի ժամանակ։ Երազիմ երկիր հայրենի։ Այո, Իհարկե, մեծ սիրով, շատ մեծ շնորհակալ սիրով, եմ։ հարգելիս, մեծ Եվ սիրով։ շատ շնորհակալ եմ ձեր հաղորդումներից։ Ես եմ շնորհակալ, որ լսում եք, ձեզ լավ օր ենք մաղթում։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ 744-77-34-44 Ընկերներ, սա ֆանտաստիկ երգ է Երազիմ երկիր հայրենին։ Ես երբեմն երբ որ ինչ-որ բացասական բաներ են տեղի ունենում, ես մի բառը մայստրո Ամիրխանյանի թույլտվությամբ հայրենին փոխում եմ վայրենի, որովհետև իրական հայերի համար ում սիրտը ցավում է, այս ամենը ինքը չի կարող ընդունել։ Հայերը երգում են երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, բայց այն մարդիկ, ովքեր մեր երկիրը հասցրել են այս օրվան, ում բարքերի եւ ձևերի արդյունքում մենք այսօր անկանք, իրանք ոչ թե արժանի չեն այս երգը երգելու, այլ ես վստահ եմ իրանց շնորհիվ է, որ այս երգը երազիմ երկիր վայրենի է դարձել։ Մի հատված լսենք, վերադառնանք։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, քարքարոտ երկիր։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, քարքարոտ երկիր։ Ես մի բուրն եմ հողի, ես մի ծիրեմ քորդի, ես մի թերն եմ քո ծաղկի, հայրենի Ես երբ մտածում եմ այս այլանդակության շուրջ ու մտածում ասում եմ 800 տարի պետություն չունեցած ժողովուրդը սենց երկիր է սարքում, այսինքն դες մենք հոգևոր դաս ենք խոսում, իշխանություն, ընդդիմություն, մտավորականներ, հələ մի հատ այդ մարդկանց փոխհարաբերությունները նայեք, ամենայն այսպես զգուշությամբ, ես գիտեք այդ հոգևոր դասից խորշում եմ, գարշում եմ այն դասից, որը ծանոթ ունեմ, առանց ամաչելու TV-ում, իմ աշխատասենյակում, ասեց, ով չգիտի, այս ինչան, այս ինչը, սրա կաթողիկոսի աղջիկն է ասեց, վայ, որ բան եղ ասեց, վեր թռա տեղից, ասում եմ, այսինքն, հա, ով չգիտի, ու անուն ատալի, նկար է հրապարակում, ասում շուրջը մի ասեք տենց բաներ, մի ասեք տենց բաներ, ոչ թե որ տենց չի կամ բան, ես բան չեմ, մանկաբարձ գինեկոլոգ չեմ, ինչի է հետաքրքրում, ով ինչ ոնց էլի եմ ասում, ես խորշում եմ այդ բնակավարից, որտեվ մի բնակավար, որտեղ ասում են սուրբ, տեր, ես իմ իշ ձեռը պաչում են, ջբը փող են դնում, դա ես չեմ ընդունում, իմ համար գումար վաստակելը դա արդար քրտինքով վաստակած, խելքով վաստակած, ազնվությամբ վաստակած, բան ձեռ պաչելով սրբ անունով, այդ ես չեմ ընդունում դա ազնիվ ճանապարհ, որովհետև փողոցում կանգնողը ինձ համար ավելի բարոյական է, քան ձեռը պաչեմ, բան Աստված քեզ հեսա կօգնի 5000 դրամ դիրընդ է, այդ ձև չի։ Բայց այդ իմ գնահատականն է, գուցե ես սխալվում եմ, ես չեմ պարտադրում։ Ասեմ շոյ ջան, տես բաներ ասելը, ուրեմն ձեզ համար օքեյ է։ Որովհետև ում հետ զրուցում էի, բավականին ինտելեկտուալ մարդու տպավորություն է թողնում, լավ ընտանիքից, sense կայացած, դուրս ու ներս անող, աշխարհ տեսած, բան չի էլի, ինչ որ խրիմյան բանի քարանձավներից չի փախի, որ ասեմ բան չի տեսել, մի բան է ասում է։ Ասում եթե ձեզ համար օքեյ է, դե եթե
օքեյ է, որ այս ինչ երեխա ունենա, եթե օքեյ է, ինի կուսակրոն չլինի, եթե օքեյ է, որ մյուսը իրավունք չուներ այդ պաշտոնը զբաղեցներ, կրթությունը չի ներում, բայց դե դասավորել են էլի նստել, ուրեմն մնացած ամեն ինչը օքեյ է։ Ուրեմն սա օքեյ է։ Ուրեմն օքեյ է, որ այնի պետական բյուջեից մի բան կվեկալի։ Այն օքեյ է, որ իրան դատ չէր ասնում, բայց 10 տարի նստեցին։ Այնի օքեյ է, որ չպիտի տար մեկին սպաներ, տվես սպանել են։ Եվ այդպես շարունակ։ Բայց ինչ հեքիաթներ եք պատմում, ուրեմն եկեք սենց պայմանավորվենք։ 4-րդ հանրապետությունն եք հռչակում, եկեք ասեք 4-րդ հանրապետությունից սկսած, այս օրենքներն է, ինչ եղել է անցյալում, բրծե գնացել է, եթե տենց եք ընդունում։ Բայց դա տենց չի լինի։ Դա մինիմում անբարոյականություն կլինի այն մարդկանց նկատմամբ, ովքեր վիշտ են կրում իրանց մեջ։ Ում երեխեքին են տվել սպանե, ում հորն են տվել սպանե, ում գիտեք ինչեր է կատարվել մեր երկրում, այսինքն ոնց է դա հնարավոր։ Դրա համար ուրեմն այսօր մի հրապարակում արեցին, միասին կլսենք։ Հերթական խայտարակություն է իմ կարծիքով, քննչական կոմիտեն է գաղտնալսել են, էլի, ես այդ գաղտնալսումներն էլ ոնց ասեմ, չեմ հասկանում, երբ են լսել, ինչի են հիմա հրապարակում, եթե վաղուցված ձայնագրություններ կար, այն ավելի շուտ հրապարակեին, ինչու պահեցին հիմա եւ այլն, բայց ուրեմն քննչական կոմիտեն հայտնում է հոգեվորականների, հերթական հոգեվորականների մասնակցությամբ ձայնագրություն է տեղի ունեցել, որտեղ երկու հոգեվորականներ իրար հաշիվներ են պարզում եւ պարզադառնում, որ իբր ըստ ձայնագրության կաթողիկոսը ստիպել է ոմն ուրիշ են մի հոգևորականին, որպեսզի ինքը ընտանիքով մասնակցի ցույցերին իշխանության դեմ։ Համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովանիսյանի եւ Գարեգին II նախկին գավազանակիր Աղվան Աբեղա Երջանկյանի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը, հին խոսակցությունը, դեմ ասում, այս հոկտեմբերի մասին չի խոսքը, ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին II եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերի, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։ Եվ ահա այդ ձայնալսումն էլ հիմա քննչական կոմիտեն հրապարակել է։ Էլի, ինչու հիմա չգիտեմ, բայց ես առաջարկում եմ լսեք, որ հետո չասեք, սենց չի, նենց է, ինչ են ասում ձայնագրության մեջ։ Հալո։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Լավ էլ ջան ես ասում, այդ տղա այսուր ես։ Բավ ես ձեզ երբ ջան չեմ ասել Սրբազան։ Չէ, ասում, լավ էլ ջան ես ասում։ Հա, ոնց ես։ Լավ, փառք Աստծո, դուք ոնց եք Սրբազան ջան։ Ես բանը ասեմ քեզ քեզնից նեղացած եմ։ Ինչի Սրբազանս։ Որովհետև բանը Մուշեղ Սրբազանը քեզ ասել էր, որ հանդիպենք, ես ինքը ու դու մերժել ես։ Սրբազանս, եթե հանդիպենք, երբ ասեք, ես ձեզ կհանդիպեմ, բայց եթե դա պաշտոնական մակարդակի պիտի լինի, ես այսինքն Սրբազան ջան, ուղիղ ասեմ, որ իմ կյանքի ոչ մի որոշման տակ դուք չեք ստորագրել։ Ես կարամ ոնց որ իմ ընկերոջ հետ կամ տան հարազատի հետ քննարկեմ, այնպես կարամ ձեր հետ քննարկեմ։ Բայց եթե պաշտոնական մակարդակի պիտի լինի, կամ ինչ քննարկեմ Սրբազան ջան։ Երբ որ դուք իմ հետ որևէ ծառայության կոնտակտ, բան չեք ունեցել, այսինքն դուք որոշումներ չեք կայացրել, դուք տնօրինություն չեք արել, ես ձեր մոտ չեմ ծառայել, կամ այտենց մի քիչ Չէ, հարցը նախ մի կողմից մտերմությունն է, որ չի կարող ասելիք չունենաս, երկրորդը գիտես նաև ի պաշտոնել ես հիմա թե կարգապահականի ատենապետն եմ, թե վանականի ատենապետն եմ, հարցեր կան, որոնք հիմա կարգապահական, հիմա ասենք վաղը դնում ենք քննելու քո հարցը։ Ես հետը ես կարգապահական հարց չեմ ունեցել, ես դիմում եմ։ Չէ, մի րոպե, կարգապահական հաստախումբը դա ինչի որ կարգապահական հարց կա։ Բայց եթե որևէ մեկը դիմում է նույն
Բանի մենք ուզում ենք հանդիպել, իմանանք պատճառը, գուցե եւ կարելի է չեղարկել այդ որոշումը։ Պատճառը սրբազաներ ուրեմն բեսպրեդելությունն է, բեսպրեդել որոշումներ կայացնելն է, X պահի ուղղակի ասել, որ ես ասենց եմ ուզում դա իմ իրավունքն է եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակումը անել եւ ասել ատենց է։ Ես ինչ եմ մատուր նշանակվել։ Ես Վանաձորում մատուր եմ նշանակվել։ Դուք գիտեք, Ստեփուս Սրբազանի թաղմանը գնացել եք։ Այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել։ Այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Չեմ ասում։ Ինչի՞ համար։ Երկրորդ կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Նիկոլը հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ Ֆալանի Ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր տես, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը սրբազան ում է ուղղված։ Ինչ։ Կաթոլիկոսին։ Հա չդե ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Հա, Սրբազան ջան, ինչի ինքը։ Եվ գիտես, ես որևէ մեկի կողմից լիազորբանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում, ինքը։ Ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիարժեք։ Չէ, բալես, գիտես, ես իմ կողմից եմ խոսում ու ես չի ուզի, որ դու վերջնական այդ որոշումը ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։ Ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին պրգվելու է, ես սիրով 2000 կիլոմետր էլ կգնամ հեռու։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքին պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում, եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը իմ կյանքում։ Ես ծառայում էի եւ լավ էի ծառայում, շատ լավ էի ծառայում։ Ինչի համար են ինձ տեղափոխում։ Դրանից հայ եկեղեցին, եթե ես օրինակ Թեղենիքում կամ Մայրաթորում կամ Ֆլանում ծառայեի, Երևանում ծառայեի, ո՞նց է Հայր Պողոսը Երևանում ծառայում է։ Այդ ո՞նց է, ինքն էլ է Հայրսուբ, ես էլ եմ Հայրսուբ։ Մի օր թող ասեին Հայրսուբ ջան, ընտանեկան կարգավիճակ ունես, այդ ընտանիքից դու ես պահում, ֆինանսապես դու ես օգնում, այդ որ քեզ անընդհատ ճնշում ենք, ճիշտ չի, դա ճիշտ վերաբերմունք չի։ Թող նշանակեն Երևան, ինչը չեն նշանակում։ Այսինքն Կոտայք 500 հոգանոց, 500 գյուղացի ուներ այդ գյուղը, Թեղենիքը 500 հոգանոց գյուղ էր, այդ էլ եթե ինչ չի տրվում, ուրեմն շնորհքով ասում են դուրս արի եկեղեց։ Եթե հետել է իմ համար շատ։ Իմ համար կոնֆորտ էր ենքանում, որ ես իմ ընտանիքին մոտ էի։ Հասկանում եմ, չէ, հասկանում եմ։ Իմ մայրը մենակ է, ոնց պիտի լինի։ Ինչի համար ենք մենք ընտանիքով ինչի համար է դրա միջով պիտի անցնենք, ինչա թե մի հոգի նստած մենք որոշում է կայացում, որ դիտավորյալ դիսկոմֆորտ լինի։ Դիսկոմֆորտ, ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը։ Լավ, այսինքն որոշումը լրիվ վերջնական է։ Իմ դիմումը ուղղված է կաթոլիկոսին։ Կաթոլիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Հա։ Ինքն է որոշումներ կայացրել, ինքը թող կանչի խոսի։ Որովհետեւ ասելիքներ ունեմ։ Եղավ։ Ամեն պարագային ես ուզեցի հետդ խոսեմ, տեսնեմ կարելի է
Համենայն դեպս Այս պայմաններով ոչ առաջինն եմ եւ ոչ էլ վերջինը ցավոք։ ես ուղղակի գիտես շատ ցավում եմ։ Իմ համար էլ է ցավալի, բայց ես թույլ չեմ տա։ Գոտկատեղից ներքև ճիշտ չի իջնել եւ սկսել ինչ-որ հանձնարարություններ տալ։ Հարցեր կա, որոնց սահմանը պետք չի անցնել։ Ինչ է նշանակում մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառ է, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տաղեն զոհված ինքը վիշտը ստիպտը գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորոց քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Եղավ, թե կխոսենք էլի։ Շնորհակալություն։ Եղավ, բալես։ Ալո, հա։ Ալո։ Ալո։ Ան լսում եք։ Այո։ Հայրականին վաղը կանչենք։ Ո՞ն։ Աղանին։ Չի գա։ Չգիտեմ չի գա, բայց հա, ես ուղղակի հարցնում եմ հետո բան չլինի։ Իսկ Թիլիկյանին ես խոսել եմ հետը, չի գա։ Թիլիկյանին կանչեք կուզես, թող գա մի հատ։ Թող գա update անի իր վիճակը։ Լավ։ Աղանին պետք չի խոսել եմ, վաղը կասեն ինչ է։ Այդ Գրիգոր Հովսեփյանին էլ չի կանչել է, իրանք համաձայնվել են, ասում եմ, ես իմ իմացածով դուք Մուշերփազան ինքը վեհի մոտ համաձայնվել Արմավիրի թեմ։ Հա, ասեց ինձ էլ բան արեք, տեսեք կամ Արմավիր կամ Կոտայք տեսքան։ Դրա վատը վատենա, որ բան չունենք, Սրբազան ջան, չկա էլի, ինքը մնում է օդի մեջ, այսինքն մեր ժամանով չի երևում, որ ինքը թեմա։ Կամ պիտի մի հատ տնօրինություն սարքենք, որոշենք, կամ տեսնենք, էլի Դե էլ ես հիմա որոշում ինքը պիտի այդ բաներն անում։ Ինքով։ Վեհով։ Դե ինքն էլ չի անում, միտոգում ով է մեղավորը, մնում ես։ Չէ, դու ինչ ես մեղավոր։ Մեղավորը ես եմ։ Հա։ Կիսենք, լավ, 50-50 կիսենք։ Մեղավորը Այսքան անկերներ համացանցում հայտնված տխրահարճակ ձայնագրությունը ներկայացրեցի առանց մեկնաբանության։ Քննչական կոմիտեն ասում է ակտիվ ուսումնասիրում ենք նյութը։ Ուսումնասիրեք։ Այնքան ուսումնասիրեք, այնքանից է շատ։ Խնդրեմ, սա այն դեպքը ես չգիտեմ ինչ ասեմ, Ժորժ ջան, բարի, որովհետև գիտես ինչ կա, երբ որ ես Դերենիկը կամ ուրիշ հարթակում բան, հանկարծ մի հատ ծուռ բան ենք ասում մեր եկեղեցին, մեր բան, բա տեսեք ինչ է կատարվում, բա ասեք, բա դուք եք ձեր շուրջը այս ամեն ինչը կատարվում։ Համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովաննիսյանի եւ կաթողիկոսի նախին գավազանակիր աղա Նաբեղա երջանկային վերագրող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի ունեցել է թիվը 23 թվականի հոկտեմբերին։ Ում էին այսքան ժամանակ սպասում, դե հրապարակ էիք ժամանակին։ Խոսակցության ընթացքում աղա Նաբեղյա arczepiskopos ասում է, որ կաթողիկոսը իրենից պահանջել է ընտանիքի հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Խոսակցության առիթը, ինչպես համացանցում ձայնագրությունից բարձր դառնում, Աբեղայի դիմումն է իրեն կարգալույց հռչակելու մասին։ Աղա Նաբեղա Երջանկյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկել Վանաձոր իր ըմբոստության պատճառով, որ հրաժարվել է մասնակցել ցույցերին։ Գլխավոր դատախազությունից քիչ առաջ հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակներում, այլ մանրամասներ այս պահին չեն հայտնում։ Գիտես ինչ կա, այստեղ ձայնագրության ընթացքում ես տեսնում եմ մեր հարգելի ռադիոլսողների մեկնաբանությունները, Հասմիկը Ղարաբանյանց, Ուելի Քևին Ներսիսյանը, ասում են իսկ ինչու Միացյալ Նահանգների նման բոլոր կառավարական բարձրադիր պաշտոնյաների հեռախոսները չեն ձայնագրվում եւ չեն արխիվացվում։ Հիլարի Քլինթոնի մեյլերի պատմությունը սարքեցին բա ձեր շուրջը, բա եղբայրներ, բա տես պիտի լինի։ Ինչպես թե լսել են մեր խոսակցությունը, այսօր Մայրաթորը, Դաշնակցությունը եւ էլի շատ այլ քաղաքական ու ոչ քաղաքական
ուժեր ասում են ինչպես թե լսել են դա մարդու իրավունքների ոտնահարում է։ Եվ այդ դուք երկիրը ուղղակի չգիտեք որն է։ Ամերիկայի պես երկիրը, որը բաստիոնը ժողովրդավարության եւ այլն, Հիլարի Քլինտոնին հիշում եք մեյլերի հարցով ինչ օրը դրեցին խեշկնիկը գժվավ այդ ամեն ինչի ձեռը, ոնց թե դու քո մեյլերից չես գրել, ոնց թե դու ուրիշ մեյլեր ես օգտագործել, ոնց թե դու մեյլեր ես ջնջել, եղբայր, դու սովորական մարդ ես, եթե դու որոշել ես հավակնել բարձրադիր պաշտոնների, վարչապետ ես, նախագահ ես, կաթողիկոս ես, չգիտեմ, բարձր ազգի ճակատագիրը, եթե դու որոշել ես տնօրինել այս կամ այն կերպ, դու չես կարող այդ քո privacy-ն այդ դու քո տունը, քո անկողինը, քո ննջարանը, բայց դրանից դուրս ցույցը, ընտրությունը, կարգալույծը, ընդդիմությունը, իշխանափոխությունը, չգիտեմ ինչա, դու չես կարող հենց էլի մեկին ասեցինք, մյուսը սենց, բան ամենը պիտի պատմության մեջ արխիվացվի եւ այո, հարկ եղած ժամանակ դառնա առարկա քննության համար։ Բա պետություն եք խոսում, բա արդարություն, այդ արդարությունը բուլկի ծախող լաուրծոցային տուգանելը չի։ Արդարությունը հաղթանակեց մի հատ, չգիտեմ, ՀԴՄ-ին տպեկա մի հատ շաուրմայանոց են փակե։ Այդ չի արդարությունը։ Արդարություն։ Գողապետություն եղելա, գողապետություն է մնալու է։ Ճիշտ է։ Հիմա այն որ ասում է եւ լույս կա վառված, այդ լույսին ես հավատում եմ։ Ես հավատում եմ։ Միշտ եթերներում էլ ինչ ասես ասում են, խոսում են, վարկաբեկում են, բայց ես գիտեմ, որ այն ինչից ազատվել է ժողովուրդը, դրան ետդարձ լինել չի կարող։ Չի կարող ուղակի բոլոր իմ ընդդիմության այսպես խոսքերը իշխանության մասին էլ մետրոյի պատմությունը, որ խեղկատակություն արին, այս պողպատյան մանդատը ինչա ես հաճախ եմ դրա մասին խոսում, ասա դա ձեռ եք կառնում, մի արեք։ Բայց դա չի նշանակում, որ հանկարծ ես խելքս կարող եմ թռցնել վերջնականապես, որ բան անեմ։ Ասում եմ, չեք աջակցում իշխանության դեմ ցույցերին։ Ասում իսկ ով է կազմակերպում այդ ցույցերը։ Այն ուժերը, որոնք ինձ, իմ երկիրը, իմ ժողովրդին գցեցին այս օրը, որոնց ատելության դրանց դեմ ատելության արդյունքում եղավ այն, ինչում մենք հիմա ապրում ենք։ Գիտեք ինչ կա, ես էմոցիոնալ մարդ եմ, բայց կարողանում եմ հույզերս կառավարել։ Խելքս վերջնականապես չեմ թռցրել, թեպետ 13 տարի Ամերիկայում ապրելուց հետո որոշել եմ Հայաստանում ապրել, դա արդեն ցնորության նշան է ինքնին, բայց ասում եմ, держи себя в руках, չէ՞, ինձ կարում եմ որ նորմալ դրսևորեմ, կոմենտներ եմ կարդում, ուղղակի մենք շատ փոքր ազգ ենք, կորցնելու շատ բան ունենք, Քևին Ներսիսյանն է ասում, իհարկե, դե փոքր ազգը իրա կորուստ ունի, մեծ ազգն է իրա ձևով կորցնում, հիմա չգիտեմ, Զոյա Անտիկին ասում է, բայց միայն իր ասելը ապացույց չէ, որ դա այդպես է եղել, դե դա Ամերիկայում համարյա այդպես է, ամեն ինչ գողը կանչել է Սխոտկայի, Հասմիկ Կանբեղյանն է ասում, ողջույններ Հայեր ջան, շատ հուզիչ Աննա Կիսելովան է ասում, դե սա գերին ասում այսօր աղմուկա ձայնագրությունից ինչ կասեք, դե ասում եմ էլի ինչ ասեմ, խայտարակություն, ինչ կարող եմ ասել, խայտարակություն, մի բուր ժողովուրդ այսքան պատում, այսքան մեկը մեկի դեմ, հա, վայ, շատ, բարև Ռաֆայել ջան, կիսում եմ քո բոլոր կարծիքները, Դիանան է ասում, Դինա, ինչ ասեմ, շնորհակալ եմ, Աննա Ալոյանն էլ ասում է ամեն օր հաճույք եմ ստանում, Ռաֆայել ջան, ձեզ լսելուց ապրեք դուք, ես եմ շնորհակալ, բարեկամներ, աշխատում եմ ձեզ համար, աշխատում եմ սիրով, էլի, այս են դեպքն է, որ չգիտեմ ինչ ասեմ, չեմ տեսնում ավարտը, չեմ տեսնում հանգուցալուծումը, դասականները խոսել են հոգևոր դաս իշխանություն առճակատման մասին, շատ հայտնի գործիչներ կան, ամենաերևի այսպես վառ գործիչը երևի Նիկոլո Մակիավելին է, ֆանտաստիկ մտավորական, շատ դժվար է ինչ-որ մեկին համադրել, հա, իրեն, ինքը իր տիրակալը վեպում բանում ասել է, էլի, որ իշխանություն հոգևոր դաս առճակատումը
անարդար պայքար է, որովհետև իշխանությունը հենվում է ժողովրդի վրա մի մասի։ Իսկ հոգևոր դասը զինվում է, ասենք ասում, Աստված է մեր կողմից։ Իսկ եթե մի կողմից Աստված է ասում, մյուս կողմից ժողովուրդը ասում, տեղ արդեն անհավասար պայքար է լինում։ Շատ անհավասար։ Դրա համար ես չգիտեմ սա ոնց կավարտվի, թեպետ 3 ամենայն զգուշությամբ, բայց էլի Արամ առաջին կաթողիկոսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվեր բերեցին տվեցին։ Սա ինքնին շատ հետաքրքիր բան է ու ողջունելի։ Իմ ունեցած տեղեկություններով Արամ առաջինը եւ Գարեգին երկրորդը մեղմ ասած իրար չեն սիրում։ Տենց հա թե տենց չի էլի, ես չգիտեմ։ Իմ ունեցած տեղեկություններով ասում են, որ չեն սիրում իրար, ինչ որ մեկը մեկի տակ ապորում, չգիտեմ։ Մեր երկրում մեր իրականության մեջ այնքան է շինծու, այնքան է խրթին ամեն ինչ։ Նախ երկու կաթողիկոսը որն է, ես էլի չեմ հասկանում։ Հասկանալի է դե պատմությունը, առաջ ուրիշ ձև էր, այն պատմության արդյունքում է եղել, որ թեման դե կիսվել է, մեծ ընտանք Կիլիկիոն առանձին է եղել, հետո բան, բայց երբ որ պետականություն եղել է, կարա լիներ մի կաթողիկոս։ Հա, դե մի կաթողիկոս։ Այս դա չեղավ էլի, ես կրոնական այդ բաներից շատ բան չեմ հասկանում ինչու եւ ինչպես, բայց երկու լեզու, երկու ուղղագրություն, երկու կաթողիկոս, բան, այդ սաղ մեզ տարանջատելու համար է։ Մենք շատ դժվար process-ի մեջ ենք։ Խոսում են լեզվով չես հասկանում, գնում ես եկեղեցի խոսում են չես հասկանում ինչի մասն է խոսքը։ Լոս Անջելեսում ապրելու տարիներին ավակ սերնդից շատ մարդիկ կային հերոստատեսությամբ ասում էին, որ պետք է արևմտահայերենի ուղղագրությունը վերցնենք, Փաշինյանին նամակ էին գրում, ասում էին, որ լեզվի հեղափոխություն պիտի լինի։ Ես իմ համեստ միջոցներով ընդդիմանում էի դրան, ասելով դուք հասկանում եք, որ մեր ազգը տեղից անգրագետ է, բռնեն ուղղագրական բարեփոխում անեն, լրիվ ենք անգրագետ դառնալու, ով որ կրթված է ինքն էլ անգրագետ դառնալու։ Որ մեկս պիտի գնանք դպրոց ուղղագրություն սովորենք, հազիվ ենք սովորել, ինչ է սովորել ենք։ Տեղից ազգը դիմում գրել չգիտի, պրոֆեսոր են կոչվում մարդիկ, նստում են եթերում տես բաներ են ասում, պրոֆեսոր, բա եթե պրոֆեսորը այդ խելքին է, բա մենք ինչ ենք ուզում։ Ուզում եք լեզվի հեղափոխություն անեք։ Էլի ես լեզվաբան չեմ։ Դա պիտի լինի դպրոցից։ Դպրոցում սովորացրեք։ Դպրոցի դասարաններում մցրեք այդ առարկան։ Արևմտյան, բան, արևմտահայերեն։ Դա մեր լեզվի փառահեղ ճյուղն է, մեր բոլոր դասական գործերով հանդերձ։ Ով է ուրանում։ Բայց ոչ չեն կանցե որտեղից իմանանք։ Ամեն օր կռիվ են Եկմալյանի ժամերը գժվում է այդ դասի ժամերից։ Ամբողջ օրը կռիվ էր։ Ատում է ուղակի, բայց Քալանթարյանը կյանքս կերավ, Քալանթարես տողից։ Ամբողջ օրը տնօրենի մոտ էր տանում ինձ։ Հակոբ Պարոնյան։ Աստված իմ ասում, ես չեմ հասկանում ինչ է ասում այս մարդը, որովհետև չեմ դիրապետում այդ լեզվին։ Ու երկրորդը մենք բան ենք, չէ՞։ Մեր սերունդը ահավոր սերունդ է 90-ականների։ Ռուսական դպրոց էր։ Փոխեցին դարավ հայկական, շատ լավ արեցին, այո, Հայաստանում պետք է դպրոցները լինեն հայերեն, բան չունեմ ասելու։ Բայց դու չես կարա 4 տալի ռուսերեն անցնես 5-րդ դասանում արևմտահայերենով գիրք կարդաս, դա հնարավոր չի։ Գրողը տանի։ Բարև ձեզ։ Բարի երեգոր Ռաֆայել։ Բարև ձեզ։ Գներեք շատ հաճելի է հրաչքեոն է նախ ասեմ։ Հաճելի է, պարոն հրաչքերով։ Բարև ձեզ։ Որ ամեն առավոտ ես լսում եմ։ Շնորհակալ եմ։ Եվ քնահատում եմ եւ հասկանում եմ քեզի լրիվ 100%։ Հիմա ես քիչ ուշացումով մտա նոր ցայնը բացի քիչ հասցե փանտրած է զանկեր դուգա չէ որ ուսիր ինչու երկու վեապար ինչու երկու կաթողիկոսություն այո Կիլիկիո կաթողիկոսությունը որ մենք սպիրկի մեջ ինքն է այսինքն Կիլիկիո կաթողիկոսությունն է որ վեապարը գա սպիրկի համար է ադիգա ավելի բայց երբ որ քաղաքականության մեջ որ գմտնենք որ ադի որ ամեն մարդ իրեն կորձը պետք է նայեք իցա ինչպես այո ադե ասածս որ բայց դուք ընդունում եք որ դա կրկին տարանջատում է մարդկանց եթե երկուական է ամեն ինչը երկակի է ինչ է նշանակում սփյուռքի համար է այսինքն սփյուռքի կաթողիկո հոգևոր հայրը ուրիշ պիտի ելլա նո սփյուռքի ապրող հայերու համար ինքը
ավելի լավ գլա իրար հետ համա գործակցեն կարծեմ ինչ որ այո հորտակցեն իրար հետ okay քանի որ բավական սպիրտ ունենք մենք Ռաֆայել իհարկե ես չեմ դրժում դա պարզ է որ մեծ մասը դրսում է ապրում Հայաստանում 3 միլիոն է դրսում 6 միլիոն է ավել է գուցե այո եւ գիտես պատմություն արդեն դրիվ մենք դեր տեշնամին մեր սպիրկը թող աշխատի at մեր ցեղասպան ինչ որ եղած է Հայաստանը թող չի խառնվի իր քաղաքականություն թող վարե բայց սպիրկը մեր տեշնամին սպիրկից վախենում է անի հաշիվն է անում որ մինչև որ նպատակին հասնենք անի ինչ նպատակ է դարքերը ոչ թե մեկ որ իրենց ցեղասպան եղած են այսինքն այդ տարիները որ եղած է մենք մեր հասկացա բանն են բայց Հայաստանը հայրենիք թող չի իր դիվանագիտությունը թողն է ադիգա հասկացա բարի պարոն Հրաչ ձեզ լավ օր Ռաֆայել ջան մեսենջերով քեզի մի հատ երկ ուղարկեր եմ նոր երկ է ադիգա 7 երկիչներով սպիրկի շատ հաճելի է եթե կարելի այո լսելի դարձնենք ձեր ռադիոյի մեջ Այո, ես ստացել եմ ձեր հաղորդագրությունը, շնորհակալ եմ, ականջալուր կլինեմ։ Thank you, Ռաֆայել, բացկտկադար։ Ձեզ է լավ օր։ Բարևներս բոլորին։ Լավ օր ձեզ։ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարտն է հարգելի բարեկամներ։ Էլի գալիս ենք մի անգրվանի, որտեղ խոսքերը սպառվում են, բայց հիմա գովազդի պահն է։ Գնամ գովազդի դաթարի գամ եւ ինչպես ամեն ուրբաթ մի հատված էլի կներկայացնեմ ձեզ գրքից ամփոփելու համար մտքերը հուսամ համակարծիք կլինեք եւ այն ինչ որ հիմա կատարվում է մեր շուրջ ամեն մեկս մեր չափաբաժին անելիքը ունենք հաստատ ես վստահ եմ որ այդպես է ինչ անելիք դա արդեն հարցի երկրորդ կողմն է բայց այն որ հիբրիդային պատերազմ է տարվում մեր դեմ կապ չունի Սփյուռքի հայրենակից ենք Հայաստանի ներսի հայ ենք կապ չունի բացարձակ մեր դեմ հիբրիդային պատերազմ տարվում պարակտելու իրարից ինչ որ բան փոկելու այս սենց ասեցին էսի սրա կողմից խոսած էլիները տեսեք ինչ է բան ընկերներ սովորաբար ասում են քաղաքականությունը եթե բախումների է տանում ներքուստ այդ նշանակում է ազգը որպես ազգ ժողովուրդ կայացած չի մենք իրավունք չունենք չկայացած լինելու, էլի, հասկանում ես, մենք այնքան բաների մեջով ենք անցել։ Մենք ներքուստ խնդիրներ չենք ունեցել, երբ որ եղել ենք Օսմանյան կայսրության ահավոր ճիրաններում, ռուսական կայսրության ճիրաններում, խորհրդային միության ճիրաններում, պարսկական կայսրության ճիրաններում, անգամ Բյուզանդիայի ժամանակներում մենք մեր մեջ կարծես առանձնապես տենց խնդիրներ չենք ունեցել։ Ոնց կարող ենք ազատ ու անկախ պետության ժամանակ այսքան գույների, երանգների բաժանվել։ Ես չգիտեմ։ Գովազդային դաթար հիմա մեր գործընկերներին ասենք թենքյուներ, վերադառնանք ու ամփոփենք։ Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիրը։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում են, սա թալիշ է։ Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները։ Հայրենիքը գենի մասն է, որ տվել է մեր Աստված։ Գիշերվա անդորը սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ Եվ Կալիֆորնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։
Ռադիոյի նոր, այսպես ջինգլներ ենք պատրաստում, շուտով նոր ոճային փոփոխություն լինելու մեզ մոտ, կարծում եմ կհավանեք։ Ես մենք ընթանում ենք առաջ, այստեղ դաթարի ընթացքում մեկնաբանությունն է ձեր կարդում, ասում է Աննա Հովսեփյանը, ամբողջ կաթոլիկ աշխարհի համար մեկ պապ է, հայերի համար մի հատ Հայաստանի, մի հատ Սփյուռքի, ու ելի քչություն է անում։ Հարգելի Աննա, դե դրա համար էլ այսօրին ենք, հարգելիս, բաժանված։ Իմ կարծիքով սա մեր խելքի բանը չի, սա ուժեր են, որոնք ներդրել են այս ձևաչափը մեր մեջ, վստահ եմ։ Ես մի հատ աշխատության վրա եմ բզբզում, կներեք ժարգոնի համար, նոր գործ եմ գրում, նախնական վերնագիրը միամիտ է կոչում, միամիտը, դե մտորում եմ հետևյալի շուրջ, ասում եմ, իշան միամիտ պիտի լինես, որ երբ որ քո հողը, պարզ Ռուսաստանի մասն եմ խոսում, կոդերով չխոսամ, ասում եմ, եթե Ռուսաստանը Ղարաբաղը քեզնից պոկել է, տվել է Ադրբեջանին, հետո չի ճանաչել որպես այն ազատագրական շարժումը, որը եղել է, ավելին երկուսից զենք հատվե, որ իրար մեջ լուծեք ձեր հարցերը, դու ինչքան միամիտ պիտի լինես, որ այդ կենտրոնից ակնկալես, որ արդար որոշում է լինելու։ Այդ հիմա երկու բառով եմ ասում, բայց զուտ պարզ բան է դա։ Եթե այս խնձորը, այս մեր գործընկերն է բերել, մի արկը խնձոր է բերել, անմահականներ եք եմ պատմեմ։ Այս խնձորը քո ձեռից վերցրել է այդ հարևանդ, վատ հարևանդ, տվել է քո թշնամուն։ Հետո դու ուժ ես հավաքի, գնացել ես այդ քո խնձորը վերցրել ես հետ, բայց չի ճանաչում, որ էսի քոնն է, ու ավելին երկուսից զենք է տալի, որ իրա որոշումների արդյունքում ստեղծված կոնֆլիկտը երկուսդ իրար մեջ լուծեք, ինքն էլ հերվից իբր նայի, արա իշխան միամիտ պիտի լինես դու, ֆանտաստիկ բան է, այդ գիտես ինչ է, հիմա ոնց որ Պակիստանի և Հնդկաստանի հարցը լուծի Մեծ Բրիտանիան։ Աստված իմ, Մեծ Բրիտանիան է ծնե այդ կոնֆլիկտը։ Պատմություն է պետք իմանալ, պատմություն է պետք սովորել, ընդհանրապես սովորել է պետք, բայց կապ չունի դա այս իրավիճակում։ Պատկերացնես, հիմա ոնց որ Պակիստանը և Հնդկաստանը գնան Լոնդոն։ Աստված իմ, չեմ կարա պատկերացնեմ, սա ծիծաղալու չի, իհարկե, ես հասկանում եմ, կյանքեր է խեղվե, ճակատագրեր է խեղվե, բայց Աստված իմ ինչքան մարդ միամիտ ուրիշ բառ կա, եթերային չի, բայց ես ասեմ միամիտ։ Ինչքան մարդ պիտի միամիտ լինի, էլի։ Չէ։ Օլալա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարությունն է։ Այո, հարգելի հարություն։ Մի երկու բան եմ ուզում ասել, էլի։ Լսում եմ երեկվանից, առնում եմ, տալիս եմ, ուզում եմ զանգեմ, խոսամ, եկել ասեմ Իշքան թշնամի ենք, ես մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ, հիմա Ռաֆայելի վրա կարող է վաղումիսոննա երեխաներս քեզի չկնքեն, երեխու չկնքեն։ Ինձ չեն ամուսնացրել, պարոն Հարություն։ Ես գնացել եմ եկեղեցի ու ինձ ես սա ասել եմ, եթերում եմ ասել։ Ես ամուսնացել եմ Դուբայում ա եղել, գնացինք հայկական եկեղեցի։ Այդ Տեր Հայրիկը, ում հետ պայմանավորվել էինք եւ այլն, այդ Տեր Հայրիկը նախ մտանք եկեղեցի մեր իրանց ասած ժամին, մայրս ասեց օգնեցեք Տեր Հայր, այդ Տեր Հայրիկը նայեց մորս sense մի հատ շատ գերջ ձևի ու ասեց Տեր Հայր չի, Հայր Սուրբ է, հա, ու այդտեղ կոնֆլիկտը սկսեց, արդյունքում մեզ չամուսնացրեցին եկեղեցով ու ես շատ ուրախ եմ, որովհետև եթե այդ մարդը պիտի ինձ օժտներ, ես այս երջանկության մեջ չէի լինի, փառք Աստծո, Աստված մեր մեջ է, ոչ թե այդ սատանաների խաչակնքով։ Մի հատ բան եմ ուզում ասեմ, Ռաֆայել ջան, ես գործի բերումով private, ասենք, սերեմոնիները հարսանիք բան որ գնում եմ, միշտ առնչվում եմ այդ եկեղեցու հետ, ասենք, հարսպեսային տանում են եկեղեցի բան, ուրեմն դա այսպեսի դեպք եղավ։ Հոլիվուդի եկեղեցում, Ալեքսանդրիայի վրա։ Ուրեմն քավորը ինձ հարցնում է, որ ասում է, ախպեր ասում է, ընդհանրապես իշքամ է սրանց հայ էլի, ասում դե վճարել եք արդեն մի $1000, ոսկի $2000 այդ բանի համար, արարողության համար, բայց նաև ձեր կամպյուտեր կա, իրանց մեջից մաֆիոս մատ կառույց են մտցրել ձեր կամպյուտեր, ասում իշքամ է, ասի ժամանակին իմ տղուս համար
տվել եմ $500։ Ահա։ Ուրեմն այստեղ եմ մտնում ա ներս, դուրս ա գալի, անի բանով ասում ա կնոջ ասում ա, կնիկ ասում ա մի $1000 փող տուր։ Ասում ինչ, ասում ա $1200 փող ա ուզում։ Հա։ Որ այդ թուղթը տա իրանց։ Այսինքն այդ հարսանան այդ արարողության որ պեչատում ա յանի այստեղ բան ա եղել, $1200 էլ վրադիր փող ա ուզում։ Հիմա հարցս նրանում ա թե Եսկամ ես մեր ժողովուրդը իմանալով հանդերձ վայնասուն են բարձրացրել թե գիտեք ինչ մեր սուրբ եղեգեցուն են գտնում մեր արժեքներին են գտնում ախպեր դժվար է որ այդ մաֆիոս կառույցը սկսում են մաքրել սխալ բան է էդի դե հասկացողը հասկանում է չհասկացողը հա հասկանալի հենց այդ Ռաֆայել ջան ուղղակի մենք երկար տարիներ ապրում ենք Ամերիկայում հələ մի հատ փորձի գնա առանց մի բանի մի հատ եկեղեցու արարողություն ուզի։ Մի հատ այնպես գներեն հանի, որ գլուխդ առնես ու փախնես։ Եվ սաղը տենց Ամերիկային իրարը տիրակալն ունի, Հայաստանում իրան ունի, Ռուսաստանում էլ կաթողիկոսի եղբայրն է, որ հարցեր է լուծում գողական հարցերով։ Էս է մեր իրավիճակը, Ռաֆայել ջան, ուղղակի ժողովուրդը չպետք է քննադատի, որ այս մարդիկ, ասենք, հանում են այս կեղտերը մարդկանց մեջից գնա ուզում է սուրբ տեղ գնաս ախպեր սրանք պետքա սուրբ լինեն սուրբ հաղորդություն տա ոչ թե այս կամ կրած կանեմ չես տա չեմ անի այս է ուզում Հարգելի շնորհակալ եմ ձեր զանգի համար բոլորիս ես հիանում եմ քո վերլուծություններով շնորհակալ եմ շատ միշտ լավ Ամերիկա գաք ես մի հատ ուզում եմ հանդիպեմ ձեզ էլի մի հատ բան շուտով մի ամսից էլ քիչ կապի մեջ կլինենք Էվա Ռաֆայել ջան, շնորհակալություն, լավ մնացեք։ Շնորհակալ, լավ օրձես։ Ընկերներ, երևի այսքանը, չգիտեմ ինչ ասեմ, էլի, լսեցինք, տեսանք, նայեցինք, ինչ հիմա ասենք նույնը վայ ամոթա պիտի մաքրվենք բան, ով որ ազնիվ է իր սկզբունքների մեջ, ով որ հասկանում է ինչ է կատարվում, հասկանում է, ով որ ընդդիմա դդմիկ է, որտեվ կա ընդդիմություն, իսկ ընդդիմությունը դա շատ կարևոր գործիք է, իմ ամենայն հարգանքը իրական ընդդիմությանը, ով որ իշխանության բացերը նկատելով, ասում է, իշխանություն տես, այս դու սխալ ես արել, այս սենց պիտի լիներ, այս սենց մի արա, սա վատ է, մեր պետության համար լավ կլինի, որ սենց անես ու քարոզի, բայց կա ընդդիմության ուրիշ տեսակը, որ ընդդիմա դդմիկներ, ինչպես ես հայ ամերիկյան օրագրի մեջ եմ խոսում մի քանի բաժին, այդ լրիվ ուրիշ երևույթ է, որը բացարձակ կապ չունի պետության, պետականության ապագայի հետ, դա լրիվ ուրիշ նպատակներով աղանդ է, որը շատ դժվարությամբ մտնում է մարդու մեջ եւ մեծ հաշվով կեղեքում է հոգին, եթե նույնն էլ է դա պետության մեջ շատ համառ ձևով կարա մտնի ու կեղեքի վերջնականապես տեսնենք ինչ զարգացում կունենա Այսքան այսօրվա համար ընկերներ գրքի հետ կապված մի խմբականակ էլ LAX-ից կարվով դավով հանեցինք այն սառացրած խմբականակի մասին է խոսքը լավ լուր ես հիմա կկարդամ անունները եւ արդեն փոխանցել են մեր հարազատ հեռուստաընկերությունում ARTN հեռուստաընկերությունում եք լենդելում կարող եք վերցնել այնտեղից ձեր անուններով փակները դրած է Նոյեմ Հարությունյան, Արգելի Տիկին Հարությունյան, ձեր գիրքը այնտեղ է։ Սոնա Գևորքյան, ձեր գիրքը այնտեղ է։ Լուսինե Կալաջյան, ձեր գիրքը այնտեղ է։ Հակոբ Տեր-Մինասյան, ձեր գիրքը այնտեղ է։ Վալերի Դերզիբաշյան, ձեր գիրքը այնտեղ է, ARTN-ում է։ Ալիսա Բրուսուզյան, իդեպ ձեր գիրքը ոչ թե այնտեղ է, գիտեմ որ արդեն բանը հասել է, բան այդ Լաս Վեգասից էլի, որը որ Լոս Անջելեսից դուրս է, առանձին ուղարկում են։ Ալբերտ Ստեփանյան, ձեր գիրքը այնտեղ է։ Սամվել Ղուկասյան, ձեր գիրքը այնտեղ է։ Սեդիկ Անզումանյան, ձեր գիրքը այնտեղ է։ Արսեն Հակոբյան, ձեր գիրքը այնտեղ է։ Վարդուհի Թոփարյանի գիրքը ճանապարհին է, կարծում եմ այսօր կամ վաղը կհասնի Ֆրեզնոյում է, արդեն ուղարկել ենք համապատասխան ձևերով։ Մանե Խաչատուրյան, ARTN-ում է ձեր գիրքը։ Դայանա Թաթևոսյան, ձեր գիրքը ARTN-ում է։ Նարինե Մարգարյան, նույն ձև, այնտեղ ARTN գնացեք։ Լիլիթ Մալյան, Մանիկ Գյուրջյան, Նարինե Սահակյան, Օվսանա Պողոսյան, Սաթենիկ Դեմիրճյան, Կարեն Կոստեղյան,
Սուսան Գեգեյան, ձեր գիրքը ARTN հեռուստաընկերությունում է, հարգելի բարեկամներ, շնորհակալություն բոլորին, ներողամիտ եղեք, ես չէի ուզում այսքան ուշանար, էլի դեռ 3 մեծ արկղ գիրք դեռ էլի եկսում է, հեսա եթերից հետո էլի զանգելու եմ, այդ 10 ժամ հոլդի մեջ է, please stay on the line, ես մինչև տեսնենք ինչ մնացածներն է անպայման կհասնի, իսկ ես ասեմ ցտեսություն ուզում եմ մի հատված ընթերցեի, թերթում էի, ճիշտ ասած, չգիտեմ, այս եկեղեցի տեր, այս վիճակից հետո որ հատվածն է ավելի տեղին, չեմ ուզում ավանդույթը խախտեմ, էլի միշտ մի բան կարդացել եմ, դրա համար լավ, հեսա մի բան լավ, այս կարճ պարզվում է նրանք ոչ հին են, ոչ էլ հինավուրց, նրանք ոչ տապանից են սերել, ոչ էլ վահագնից, նրանք ոչ Արարատուն են, ոչ էլ Սևան, ամպի տակից ջուր չի գալիս, դոշ չի տալիս, չի փրփռում, ոչ Ծիրանն է հասնում այնտեղ, ոչ էլ Ղարաբաղի նուռը, ոչ մի քաղաք չեն մտնում, բայց քաղաքում նստած չայ են խմում, ոչ մազապուրծ են, ոչ էլ անպարտ, իրենք էլ են քիչ, սակայն իրենց հայ չեն ասում, բայց իրենց լավ էլ բոլորից գերադասում են ու լավ են անում, ոչ տառապած են, ոչ փառապանց, ոչ քաղցրանուն են, ոչ բարձրանուն, նրանք նույնիսկ նարեկ չունեն, պատկերացնում եք, նարեկ, կոթող անգամ չունեն, մայրաքաղաքը Հռոմից 49 տարով հին չի, ոչ առաջին քրիստոնյան են, ոչ էլ վերջին մահմեդականը, եւ նրանց կտուրին չիր չի քաղցրանում, հոտը սար չի բարձրանում, ոչ ծովից ծով են, ոչ էլ մի բուռ, շատերի նման աշխարհ չեն կրթել, աշխարհ չեն կերտել, բայց կերտել են մի երկիր, որտեղ ուզում ես վերադառնալ, ապրել ու արարել, զգալ քեզ լիարժեք, երջանիկ ու հաջողակ։ Եթե չհասկացաք, որ երկրի մասն է խոսքը, ապա ասեմ, ավելին ասեմ, եթե մենք նրանց չափ նավթ ունենայինք, վստահ եմ, որ մի 3-4 կեղտոտ օլիգարխի ձեռքին կլիներ այդ ամբողջ հարստությունը, ժողովուրդը էլի նույն օրին կլիներ, իսկ ձորերը, գետերը այդ նավթի վերանշակման թափոններով լցված կլինեին, օդն էլ կեղտ ու թունավոր, Սևանն էլ հաստատ թունավոր պոչամբար կդառնար, այնպես որ Աստված կա վերևը։ Եթե չիմացաք, որ երկրի մասն է խոսքը, այս ամենը գրել եմ Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, դե հաճախ եմ լինում գործի բերումով, շատ տարվա մեջ մի քանի անգամ, եւ ամեն անգամ անցնելով Զայեդ բուլվարով ցավում է սիրտս, ցավում է ոչ թե ես հասկանում եմ, իրանք դե միլիարդներ ունեն նավթը, ես չեմ համեմատում Հայաստանը Դուբայի հետ։ Բայց ես էլի ոնց որ գրել եմ, վստահ եմ, եթե այդ կարողությունները Հայաստանում լիներ այդ նավթը, ժողովուրդը նույն օրի կլիներ։ Էլի այդ հղպացած մի քանի հոգու ձեռին կլինեին այդ հարստությունները, բայց արաբները ում ինչ ասես ասում են։ Տեսեք, ոնց են կարողացել գաղափարի շուրջ կենտրոնանալ, ղեկավարությունները, նույն Զայեդը եւ իր մնացած Ալ-Մաքթումը եւ մնացած կառավարիչները ոնց են հասկացել, որ կարելի է այդ գումարները ներդնել առողջապահության մեջ, զբոսաշրջության մեջ, IT տեխնոլոգիաների մեջ եւ այսօրվա դրությամբ Դուբայի ամբողջ բյուջեի ընդամենը 4%-ն է նավթը։ Մնացածը զբոսաշրջություն, բժշկություն, կրթական ինչ կոնֆերանսներ անցկացվում, այսօր իմ լավ ավակ ընկերը դոկտոր Դին, նույն ինքը դոկտոր Միրան Դաուդյանը, այսօր հանդիպել ենք, խոսել ենք, Դուբայից էր գալիս, ինչ կոնֆերանսների են մասնակցում, շուտով ես էլ եմ գնալու, հետարքիր Սարժայի համալսարանի հետ պայմանագրեր, բաներ, բա մեր մոտ, բա մենք, բա մեր հասկանում եք ուր եմ տանում։ Դրա համար ինչու նրանք կարողացան, մենք չէ։ Բայց ոչ մի արաբ չի ասի, դες ինչ կա մենք
արաբ նկատի ունեմ Դուբայի արաբների մասին է խոսքը, հա, հիմա կասեն Եմենի արաբները իրանց տրակցնում են հանգիստ։ Խոսում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների արաբի մասին։ Ինչ տոլերանտ, ինչ տիպի մարդ ասես կա Դուբայում։ Այդ Դուբայ մոլում, որ քայլ է կամ պլազայում կամ բանի այդ Ալբարշայի կողմերը, որտեղ որ գնաք, ով որ գիտի քաղաքը կհասկանա ինչ եմ ասում այնտեղ, Business Bay-ը կամ այդ Future Museum-ի տարածքները եւ այլն։ Ինչ ասես։ Տոլերանտ, հանգիստ։ Այդ ռուս աղջիկը իրանց համապատասխան ձևերով, հանգիստ։ Մի հատ ռուս աղջիկը անցնում են, այսօր դատել են, գնացել է ձեռակցել։ Արա, հո դու չտես ես, արա։ Նայում ես տապշկեքով ազատության պողոտան, տեսել է մի հատ ռուս, այն գելերի պես լեզուն դուրս գցած, ու վազել է մոտ ձեռակցել։ Արա, դու վայրենի չես, արա։ Ու գարուն էլ չի, որ ասեմ գարուն է եկել իմ ազիզ աղբեր։ Ամոթ չի, էս որ թիվն է։ Աղջիկ տենաց կիսաբաց վազես, պստիկ տղան մի վարդ տեսավ վարդը դաշտի մեջին բան, գյոտեն ա գրե այդ ոտանավորը, ահա, էս չի, գնացի, ձեզ լավ որ բարեկամներ, համբերություն ձեզ իմ խելոք ժողովուրդ, իմ լավ ռադիոլսողներ, համբերություն, որ ես ամեն ինչին դիմանանք, ազգովի դիմանանք, պայքարենք, խոսենք, կրթենք, շտկենք եւ ապրենք այն երկրում, որը պիտի լինի մեր շուրջը, որովհետև այն առողջ մտքերը, որոնք ես տեսնում եմ, այն մարդկանց հետ ում ես հանդիպում եմ, ասում եմ լավ, բա ուր են այս մարդիկ։ Դուրս ես գալի փողոց, լրիվ ուրիշ հասարակության մեջ է, մեկը գալիս են հյուր, մեկը զանգում են եթեր, մեկը զանգում են Facebook-ով մեսեջ են գրում, կարելի է ես զրուցել։ Որ ասեմ, ուր եք դուք, բա ուր են մեր հասարակության մեջ, ուր եք դուք չեք երևում, փախե փրկվել են երևի։ Մնացել է ընկերներ 35 թե 36 հատ գիրք, 100-ները վաճառվել են, 100-ները ճանապարհին են, 100-ները հասել են իրենց տերերին։ Եթե դեռ ուզում եք ունենալ, տեսեք, առանձնապես չեմ գովազդում, որովհետև էլի 36-7 հատ գիրք է մնացել։ Եթե դեռ ուզում եք ունենալ Rafael online կայքում, կա Rafael Y-ով ագրվում, RAFAYEL.online կայքում դեռ կա։ Կսպասեմ ձեր արձագանքներին, իսկ հիմա այսքանը